We are doing in Dilijan for your general understanding. Դիլիջանում Green Rock ընկերության կողմից տեղադրվել եւ գործարկվել է օդի որակի մոնիթորինգի նոր կայան։ IQ Air հարթակում գործող կայանը իրական ժամանակում ապահովում է տվյալների գլոբալ հասանելիություն։ Մշտադիտարկման նոր համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն բացահայտել օդի աղտոտման հնարավոր օջախները, այլև գնահատել իրականացվող բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը, նպաստելով քաղաքի առավել խելամիտ զարգացմանը։ Ընկերությունը Դիլիջանում իրականացնում է ինչպես առևտրային, այնպես էլ սոցիալական, զբոսաշրջության խթանմանը եւ բնակչության կյանքի որակի բարձրացմանը ուղղված ծրագրեր։ Green Rock-ի ներկայացուցիչների փոխանցմամբ նախաձեռնությունները միտված են առողջ եւ կայուն քաղաքային միջավայրի ձևավորմանը։ Առաջիկայում նախատեսվում է նաեւ մոնիթորինգային կայանների ցանցի ընդլայնում քաղաքի տարբեր հատվածներում։ Ընկերությունում նշում են, որ շարունակական մշտադիտարկումները վկայում են հիմնականում դրական դինամիկայի մասին։ Առաջին քայլեր, որը որ Green Rock ընկերությունը կատարեց, քանի որ մեր բոլոր նախագծերը իրականանում են Դիլիջանում եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մշտապես հսկել իրավիճակը եւ ձեռնարկել համապատասխան գործողություններ, եթե նկատենք որևէ փոփոխություններ օդի աղտոտվածության մեջ։ Լեռներով շրջապատված Դիլիջանը, որը հաճախ անվանում են փոքր Շվեյցարիա, վերջին շրջանում աչքի է ընկնում նաեւ միջազգային հարթակում գրանցած հաջողություններով։ Քաղաքը առաջին անգամ առաջադրվել է World Travel Awards 2026 հեղինակավոր մրցանակաբաշխության Europe's Leading Emerging Tourist Destination 2026 անվանակարգում։ Ընկերությունում համոզված են հնարավոր հաղթանակը կարող է խթանել ներդրումային հետաքրքրությունը եւ նոր ֆինանսական հոսքեր ուղղել տարածաշրջանի զարգացմանը։ Մեր ընկերության մասնագետները Դիլիջանի խոշորացված համայնքի հետ համատեղ ձևավորել են Դիլիջանի քաղաքային կերպարի ձևավորման հայեցակարգը, որի շրջանակներում մենք անդրադարձել ենք Դիլիջանի ինչպես արտաքին կերպարի գեղեցկության վրա, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման, կենսոլորտային միջավայրի պահպանության եւ բնության պահպանության հարցերին։ Դիլիջանը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես կայուն զարգացման եւ զբոսաշրջության նոր ձևաչափերի առաջատար ուղղություն, համադրելով բնապահպանական պատասխանատվությունը ու միջազգային ճանաչելիությունը։ Դավիթ Թադևոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։